Եվս մեկ ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ժողովրդավարական Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից ընդդիմադիր գործիչներին պատգամավորի թեկնածուներին ճնշելու գործընթացը մեծ թափ է հավաքում։ Ամլու լրատվականի բացառիկ տեղեկություններով եւս մեկ ընդդիմադիր պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու գործընթաց է մեկնարկել։ Խոսքը Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արմեն Վլադիմիրի Ստեփանյանի մասին է։ Ամլու լրատվականը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի նախկին աշխատակից Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով որոշել է բավարարել դատախազության միջնորդությունը եւ համաձայնություն տալ Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Վլադիմիրի Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ապա ազատությունից զրկելու վերաբերյալ։ Նշենք, որ սա արդեն երկրորդ աղմկարույց դեպքն է վերջին օրերին։ Ավելի վաղ Ամլու լրատվականը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործության գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել Ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի 10-րդ համարի թեկնածու Հայկ Սուքիասյանի նկատմամբ։ Ստեղծված իրավիճակը նոր լարվածություն է մտցրել նախընտրական գործընթացում, հատկապես ընդդիմադիր դաշտում, որտեղ արդեն խոսում են քաղաքական հետապնդումների եւ ընտրական գործընթացների վրա ազդեցության փորձերի մասին։ Թե կոնկրետ ինչ մեղադրանք տրվեն ընդդիմադիր թեկնածուներին հետապնդում պաշտոնապես դեռ չեն հաղորդում։ Ամլու լրատվականը կպազի առաջիկա ժամերի ընթացքում եւ կհրապարակի։ Հետևեք մեր հրապարակումներին։